Մելիքահող, Մեղվաձոր, Ապարան ու Աղանուս այս 4 գյուղը միասին Քաշաթաղի շրջանի հարավային թևում ձևավորվել են որպես մեկ համայնք։ Ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ 17 տնտեսություն ու 103 բնակիչ ունի համայնքը։ Մելիքահողը բնակեցված չի, Մեղվաձորում 3 ընտանիք, Ապարանում 5 ընտանիք, Աղանուսում 11 ընտանիք ունենք, 2 ընտանիք սեփականաշնորհված ունենք, Երևանում են, իրանք պետք է գան։ 17 աշակերտ ունի Աղանուսում գործող համայնքի միակ օջախը, մնացած 2 բնակավայրերից աշակերտները դպրոց այսպես են հաճախում։ Մեր մեքենաներով ենք տեղափոխում երեխաներին, սեփական միջոցներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր վարչակազմի ղեկավարին, վերջերս ասեց համայնքի բնակիչներից որևէ մեկ իր սեփական տրանսպորտով տեղափոխի երեխաներին, մենք միջոցներ կտրամադրենք։ Ինչպես խոստովանեց համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը, առայժմ առաջարկված օժանդակությունից չեն օգտվել, իսկ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը առավել հանգամանորեն ներկայացրեց, թե համայնքներում ինչ կարգով է լուծում աշակերտներին դպրոց տեղափոխելու հարցը։ Հյուսիսային թևը եւ հարավային թևում 3 համայնքում տրամադրված է 10 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որոնցով կատարում է այդ աշխատանքները, իսկ փոքր գյուղերում, որտեղ 4-5 դպրոցական երեխաներ են, մենք պայմանագրության բաժնի միջոցով պայմանավորում ենք տվյալ համայնքում սեփական ավտոմեքենա ունեցող բնակչի հետ, որը վարձատրվում է եւ վառելիքն է տրամադրվում երեխաներին դպրոց տեղափոխելու համար։ Աղանուս համայնքի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը անասնաբուծությունն է, իսկ վերջերս սկսել են լրջորեն զբաղվել նաեւ մեղվաբուծությամբ։ Համայնքը չունի գյուղամերձ վարելահողեր, նշում է համայնքապետը։ Բնակիչը պետք է գտնի հողին։ Գյուղացին հողով է գյուղացին։ Հող չունենք։ Ամենակարևոր խնդիրը։ Սակայն ով նպատակադրված է զբաղվելու նաև հողագործությամբ, դա լուրջ պատճառ չի կարող հանդիսանալ։ Քաշաթաղն ունի օրինակելի գյուղատնտեսներ, վստահեցնում է շրջվարչակազմի ղեկավարը։ Հողերի հետ կապված Քաշաթաղի շրջանում հիմնականում խնդիր ունեն հյուսիսային թևի համայնքները, բոլոր համայնքի ղեկավարներին տեղեկացրած այդ է ցանկություն հայտնեն հարավային թևից կտրամադրվի հողեր մշակելու համար։ Ազատագրումից հետո Աղանուսը վերաբնակեցվեց 1995 թվականից։ Համեմատական կարգով համայնքի 4 բնակավայրերի միջև իր տնտեսության թվով ամենախոշորն է, սակայն դա չի գոհացնում Արտակ Աբրահամյանին, ասում է գյուղում աճ չի գրանցում, իսկ ավելի կոնկրետ ընտանիքներ գալիս են, բայց երիտասարդների աճ չունենք։ Իսկ երիտասարդ ընտանիքների եւ ընդհանրապես գյուղի բնակիչների թվի աճը համայնքապետը բնակարանաշինության հետ է կապում։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր